Պուտին մարդասպան, Լավրով մարդասպան։ Էլ ինչ պիտի լինի հայ ժողովրդի հետ 2020 թվականին տեղի ունեցածից հետո, 2022 թվականին տեղի ունեցածից հետո, 2023 թվականին տեղի ունեցածից հետո, որ մենք Պուտինի նման երաշխավոր չփրկվենք։ Ու հիմա մեր անելիքն է Պուտինի դաստա ենթարկել պարտության, այս իրենց կլիենտներին էլ ասել, ըստ հավաքվեք ռադիո։ Հեռացեք դավաճաններ, վաշխառուներ։ Դուք խաղաղապաներ չեք, դուք վաճառականներ եք։ Ձեզ տարիներ շարունակ այս քաղաքում սպառնացել են, վախեցրել են, հետապնդել են, ձեզ ուզել են նվաստացնել, ստորացնել, բայց դուք հաղթել եք գազանին, այդ պարազիտին։ Ձեր քաղաքը խորհրդանշում էր մեր երկրի բանդիտական, մաֆիական, օլիգարխիկ բնույթը եւ դուք հաղթել եք։ Տեսեք, տենց դուրս են գալիս, շարժումներ են անում։ Մենք պնդում էինք, որ այդ մարդիկ ընդհանրապես մեր իրականության մաս չպիտի լինեին, բայց չգտնվեց համապատասխան կամք, վճռականություն, խիզախություն դրանց ընդհանրապես դուրս դնելու մեր իրականությունից։ Իրենք էլ ուժ հավաքեցին այս տարիների ընթացքում, հիմա արդեն քաղաքական հայտ են ներկայացրել ու չնայած իրենց հանցավոր բնույթին մեր պետությանը պատերազմ են հայտարարել։ Մենք իհարկե գիտենք այս ամենի հեղինակին։ Իրենք բոլորը կամակատարներ են, իրենք բոլորը դերակատարներ են, իրենք բոլորը գլուխներ են խոսող։ Իրենց տերը Պուտինն է։ Իրենք բոլորը հանձնարարություններ են կատարում, բայց եթե իրենք չլինեին, որևէ մեկը դրսից չէր կարող այսքան թույն եւ այսքան ատելություն բերեր մեր երկիր։ Լավ, ի վերջո հասկանում ենք, չէ՞, լավ, ռուսները ինչ որ ծրագիր ունեն Հայաստանի հետ կապված։ Բայց եթե չլիներ ներքին թշնամին, այն գործիքը, որով ռուսները կարողանում են մեր դեմ գործել, այս աստիճան պառակտվածություն, բևեռացվածություն չէր լինի։ Ու մեր խնդիրը հիմա այդ ներքին թշնամուն հաղթելն է։ Բոլորին մտահոգում է անվտանգությունը, անհանգստացնում է ապագան, որովհետև մենք տեսնում ենք, որ օրավուր դրա դեմ անվտանգության, խաղաղության դեմ մեծ արշավանք է սկսվել, որպեսզի մարդիկ չհավատան ապագային, մարդիկ չհավատան խաղաղությանը, մարդիկ չհավատան անվտանգ ապագային։ Ալիևը երազում է ուղղակի ամեն օր, որպեսզի Քոչարյանը ստանձնի Հայաստանում ընդդիմության առաջնորդի դերը։ Եվ վերջին օրերի հայտարարությունները հենց դրա ապացույցն են, որ այս բալաստը Ծառուկյան, Սամվել Կարապետյան, Քոչարյանի գլխավորությամբ սրանք գան եւ ստանձնեն ընդդիմության ղեկը։ Ինչու՞։ Որովհետև նրանց հայտարարությունները Հայաստանի վրա հարձակվելու, Հայաստանի վրա նոր ագրեսիա իրականացնելու լեգիտիմ պատճառ է։ Հունիսի 7-ին 3 բան պիտի անի հայ ժողովուրդը։ Քոչարյանը պիտի քաղաքական կախաղան հանվի հանրապետության հրապարակում։ Երկրորդ, Քոչարյանը պիտի կախաղան հանվի հանրապետության հրապարակում։ Քոչարյանը պիտի կախաղան հանվի հանրապետության հրապարակում։ Քանի այդ ոճրագործ մարդակեր մարդասպանը մեր պետությունը կեղեքած, մեր երկիր հոկտեմբեր 27 ու մարտի 1 բերած այդ ոճրագործը պատասխան չի տվել, մենք հանգիստ չենք ապրելու։ Մենք դրա բարոյական իրավունքը ունենք, որովհետև մեր քաղաքական թիմում դրանից տուժած ամենամեծ խումբն է։ Մենք մի քանի քաղբանտարկյալ ունենք, ովքեր տարիներով գնացել են անազատությունն են ընտրել, որովհետև պատիվ հարգել են իմացել, արժանապատվություն են ունեցել եւ մեզ առաջարկված որևէ առաջարկ Քոչարյանից, իր նազիր վեզիրներից մենք մերժել ենք, ընտրել ենք արժանապատվությունը եւ դրա համար միակն ենք այս 18 քաղաքական ուժերից, որ բարոյական նաեւ իրավունքը ունենք այս դիրքերից հանդես գալու եւ այս խոստումը ձեզ տալու։ Հիմա
Մենք ուզում ենք ազգային ժողովը, այսինքն իշխանությունը ազատագրել մեր երկրի թշնամիների ներկայացուցիչներից, Ալիևի պարտկոմներից, Պուտինի հանցագործ ընկերներից, մեր երկրի թշնամիները ներկայացված են ոչ թե բանտերում, ընդհատակյա ինչ-որ կազմակերպություններում, ինչ-որ դիվերսանտներ են դիմակներով, չէ, նրանք ազգային ժողովում են ու չեն թաքնվում, հայտարարում են, համարձակվում են։ Հիմա մեր ազգային ժողովը այսօր գոյություն ունեցող հարգարժան չի մի մասը, որը իրեն անվանում է ընդդիմություն։ Ընդդիմություն պետությանը, ընդդիմություն հարգանքին, ընդդիմություն հայրենասիրությանը։ Մեզ են դեմ նրանք 18 թիվը, նրա համար է, որ ազատագրենք մեր ազգային ժողովը, մեր երկրի, մեր ազատության, մեր ժողովրդավարության, մեր արդարադատության, մեր ապագայի ընդդիմությունից։ Տարբերակ չկա, պետք է ուժեղ ընդդիմություն ունենալ։ Ես համաձայն եմ։ Քվեարկիր համար 18-ին։